Սիրելիներս, այսօր պատրաստում եմ պանրով ձողիկներ։ Սա շատ են սիրում իմ բալիկները։ Շատ համեղ է ստացվում, խորհուրդ եմ տալիս փորձեք։ Վերցնում եմ 2 հատ հավկիթ, լավ հարում եմ, այնուհետև ավելացնում եմ 1 թեյ գդալ աղ, 2 թեյ գդալ շաքարավազ։ Դարձյալ լավ խառնում եմ և ավելացնում եմ 250 գրամ մածուն։ Այս ամենի վրա ավելացնում եմ 10 գրամ խմորի փխրեցուցիչ, այնուհետև 100 գրամ քերիչով անցկացրած պանիր և մի փունջ մաղադանոց, մի փոքրիկ փունջ։ Այս ամենը լավ խառնելուց հետո ավելացնում եմ 450 գրամ ալյուրը։ Մաղով եմ անցկացնում, որպեսզի խմորը ավելի հաջող ստացվի։ Այս ամենը տեղափոխում եմ ռետինե գորգի վրա և շարունակում եմ այնտեղ հունցել։ Ստացվում է այսպիսի զանգված։ Այնուհետև կրտնակով բացում եմ խմորը, մինչ դառնա մոտ 1 մմ հաստության, 1-ից 1,5 մմ հաստությունը բավական է։ Կտրատում եմ ձողիկանման, չափը դուք կարող եք որոշել, ինչ չափ եք նախընտրում, որ ձողիկները լինեն, կախված է նաև կաթսայի չափից։ Այնուհետև տապակը դնում եմ գազօջախին, ավելացնում եմ առատ ձիթայուղ, ստուգում եմ տաքացել է թե ոչ և սկսում եմ տապակել 2 կողմից մինչ կարմրել է։ Շատ արագ է պատրաստվում։ Տեղափոխում եմ անձեռոցիկի վրա այնուհետև, որպեսզի ձեթը ներծծվի և մատուցում եմ։